Ակտաղաբար մի քանի թեմաների կանդրադառնանք եւ այսպես 3 դատարանը 2 ամսով կալանավորեց Արեգնազ Մանուկյանին։ Խնդրեմ ես հարցից սկսենք, հետո արդեն նաեւ պարոն Ծառուկյանի նկատմամբ ինչ տեղի ունեցավ եւ ռեպրեսիաները որ ոնց թափեց ստանում, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն, այո, Արեգնազը 3 դարձավ քաղաքական հետապնդումների այս ռեժիմի հերթական զոհը, եթե այդպես կարող ենք ասել, սպասում ենք այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի հրապարակային ապօրինի հրահանգով քրեական հետապնդում սկսվեց Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Թևանյանի նկատմամբ, ընտրությունների կեսից նա կալանավորվեց եւ տարբեր լրատվամիջոցներում սլիվների այսպես կոչված միջոցով տեղեկացնում էին, որ հաջորդը լինելու է Արեգնազ Մանուկյանը, կես կատակ կես լուրջ Արեգնազի հետ հրապարակային ոչ հրապարակային քննարկումների ընթացքում նա անընդհատ նշում էր, որ հաջորդը ինքն է լինելու, ճիշտն ասած չէինք հավատում, միջև վերջ, օրինակ ես մեկը չէի հավատում, որ ռեժիմը կարող է դիմել նման ապօրինության, նման բիրտ բռնաճնշումների Արեգնազ Մանուկյանի նկատմամբ, հաշվի առնելով նրա կին լինելու անգամ մայր լինելու հանգամանքը, բայց 3 տեսանք, որ այլևս Հայաստանում, այսինքն 3 չտեսանք, ուղղակի 3 եւս մեկ անգամ համոզվեցինք, որ Հայաստանում արդեն իրավունքից, դատարաններից, սահմանադրությունից, օրենքներից խոսելը անիմաստ է, եթե կա քաղաքական պատվեր, քաղաքական բռնաճնշում կիրառելու, քաղաքական հետապնդում իրականացնելու, ապա դրա դեմը որևէ մեկը չի կարող առնել այս իրավիճակում եւ մենք հայտնվել ենք այնպիսի մի հանգամանքների մեջ, երբ քաղաքացին, ամենասովորական քաղաքացին անպաշտպան է մնացել պետական ապարատի, պետական տերորի նկատմամբ։ Սա բռնատիրական համակարգի դրսևորումներից մեկն է, Արեգնազ Մանուկյանը ըստ էության մի քանի պատճառով իմ կարծիքով ձերբակալվել է, պատճառներից մեկը այն է, որպեսզի Արեգնազ Մանուկյանին բանտարկելով փորձեն քաղաքական բարոյահոգեբանական ճնշման ենթարկել Անդրանիկ Թևանյանին, կազմաքանդել մյուսը Մայր Հայաստան կուսակցությունը, թիմը եւ որպես քաղաքական գործոն, որը վերջին տարիներին կարծում եմ ամենահաջողված պրոյեկտներից մեկն էր քաղաքական համակարգում մեր, կազմալուծել, սա անձնական վրեժխնդրություն է, սա քաղաքական վրեժխնդրություն է, սկզբում մեկուսացնում ես, բանտարկում ես թիմի առաջնորդին, հետո անցնում ես արդեն կառույցի կազմաքանդմանը, մարդկանց բանտարկելով, կանանց բանտարկելով, կանգնելու է այս ամեն ինչը, չի կանգնելու այս ամեն ինչը, գիտեք, դժվարը սկսելն է, այս բռնաճնշումների թափանիվը, երբ որ սկսում է պտտվել, դժվար այդ առաջի պահն է, երբ սկսում ես պտտել ու դրանից հետո արդեն այդ մամլիչը բոլորի վրայով անցնելու է։ Մենք գործ ունենք, ելի եմ կրկնում, դասական սողացող բռնատիրության հետ, քաղաքացին անպաշտպան է, հիմա այդ մամլիչի տակ հայտնվում են քաղաքական հակառակորդները, քաղաքական ընդդիմախոսները, հետո երբ այդ ամեն ինչը վերջացավ, քաղաքական հակառակորդների թիմը նոսրացավ, անցնելու է ամենասովորական քաղաքացիներին, այսինքն գալու է մի պահ, երբ այս ընդդիմադիր ամբիոնները ուղղակի դատարկվելու են, հարցազրույցի տաղավարները դատարկվելու են, որովհետև այն ընդդիմադիրները, ովքեր խանգարում են Նիկոլ Փաշինյանին, խանգարում են նրա ծրագրերին, վերջի վերջո այս կամ այն կերպ կամ լռեցվում են, կամ բանտարկվում են, լռեցվելու դասական օրինակներ շատ կան, վերջինը Ալեն Ղեմոնդյանի դեպքն էր, երբ ուղղակի մարդուն ստատուսի համար ձայնը կտրել տվեցին, ասեցին իրավունք չունես այլևս հրապարակային խոսքով հանդես գալ, մյուսներին, իդեմս Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Արմեն Աշոտյանի, Գագիկ Ծառուկյանի, Ավետիք Չալաբյանի հայտնվում են բանտերում, այսինքն մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ դու բացարձակ անպաշտպան ես, պաշտպանվելու որևէ միջոց չունես, եթե պաշտպանվելու միջոցը օրենքներ, իրավունքներ, փաստաբաններն էին, արդեն բացարձակ էական չի, դու
դատարանում կունենաս լավ փաստաբան, չես ունենա լավ փաստաբան, ընդհանրապես կգնաս, չես գնա, եթե կա հրահանգ, ապա անպայման այդ հրահանգը իրավապահ համակարգի կողմից կյանքի է կոչվում։ Ես արդեն չեմ ուզում օգտագործել իրավապահ համակարգ, որովհետև իրավապահ համակարգ հենց բառը ենթադրում է իրավունքի պահպանություն, պաշտպանություն։ Իսկ ներգործող այսպես կոչված իրավապահ համակարգ արդեն ուժային պատժիչ համակարգ է, պատժիչ համակարգ քաղաքական ընդդիմախոսների, քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Եվ այս իրավիճակում հասարակության, քաղաքական ուժերի, հասարակական ուժերի, իրավապաշտպան կազմակերպությունների միակ նպատակը պետք է լինի բռնաճնշումների այս թափանիվը կանգնեցնելը, հանրային վերաբերմունք ձևավորելը այս ամեն ինչի նկատմամբ եւ փորձ անել, որ սա չվերածվի ներհասարակական աղետի, իսկ որ կարող է վերածվել այդպիսի աղետի, ցույց են տալիս պատմական փորձերը, երբ դուք նայում եք դիկտատուրաների, բռնաճնշումների, քաղաքական հաշվեհարդարների պատմությունները տարբեր ռեժիմների պայմաններում, ապա հասկանում եք, որ ամեն ինչ սկսվել է նման քայլերից, երբ 1, 2, 3 մեկին բռնում են, ասենք մյուսը նույն դաշտից ընդդիմադիր խնդիր ունի, այդ մեկի հետ ձայն չի հանում, ասում են լավ, ինչ չի հասնի, հետո հասնում է իրեն, հետո հասնում է մյուսին, եւ գալիս է մի պահ, որ արդեն հասարակությունը կորցնում է դիմադրելու ունակությունը։ Հիմա այդ դիմադրելու ունակությունը դեռևս այդ շանսը դիմադրելու պահպանվում է քաղաքական համակարգի մոտ։ Արդյոք քաղաքական համակարգը իր բոլոր դերակատարներով, ես նկատի ունեմ ընդդիմադիրներին, օգտագործում են այդ ռեսուրսը, որպեսզի թույլ չտան Հայաստանում բռնատիրական, տոտալ բռնատիրական կարգերի հաստատում։ Կարծում եմ ոչ։ Սա շատ ցավալի է, շատ քաղաքական ուժեր, շատ քաղաքական գործիչներ երևի մտածում են, որ դա իրենց չի հասնելու, բայց հիասթափեցնեմ, դա իրենց հասնելու է։ Այս իշխանությունը կանգ չի առնելու, սա ոչ միայն իշխանությունը պահելու խնդիր է, եթե իշխանությունը պահելու խնդիր լիներ, սա կդադարել հունիսի 8-ից հետո։ Հունիսի 8-ից հետո կարող ենք ասել, որ այս ամեն ինչը ահագնացել է, հետևաբար սա միայն իշխանություն պահելու խնդիր չէ, սա կոշտ ավտորիտար, առաջի փուլում կոշտ ավտորիտար ռեժիմի հաստատում է, որը ցավոք սրտի հաջողությամբ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը իրականացնում է, կյանքի է կոչում եւ շատ թույլ դիմադրության է այս ամեն ինչի մեջ հանդիպում։ Մենք հայտնվել ենք, օրինակ, մեր քաղաքական թիմը, քաղաքական գործիչները, պատկերավոր ես նշում եմ, որ հայտնվել ենք բաց դաշտում, որտեղ վերևը մարտական դրոններ են, աջից ձախից, դիմացից հետևից տանկեր, հետևակ հարձակվում են քո վրա եւ դու չունես բացարձակ պաշտպանվելու որևէ միջոց, բացի ասենք հողը փորես տակը մտնես։ Այդ տպավորությունն է հիմա բոլորի մոտ եւ սա սարսափելի վերաբերմունքը։ Մենք քիչ առաջ լսեցինք Արի Կոստանդյանը պատմում էր, թե նույն Տաբովյան քրեակատարողականում ինչ սարսափելի պայմաններ է։ Այսպես ընդգծված Սևերուն ատելությունը մանավանդ նկատմամբ ինչով է պայմանավորված եւ Արաքնազ Մանուկյանն փաստացի անչափահաս երեխայի մորը տարել են 2 ամսվա կարակի։ Այս ի՞նչ է։ Կալանքը շուտվանից է դարձել պատժիչ համակարգ։ Ես նշեցի, որ իրավապահ համակարգը ուժային համակարգ է, որը օգտագործվում է պատժելու համար։ Արեգնազ Մանուկյանին ըստ էության պատժում եւ խոշտանգում են, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ պայմաններում են պահվում կալանավորները, կալանքի տակ գտնվողները, դատապարտյալները, գնացեք ես հորդորում եմ լրագրողներին, բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, թող գնան նայեն, թե ինչ պայմաններում են պահվում այդ մարդիկ, լինի դա դատարանում այդ համապատասխան տեղերը, կալանավայրերում, տեսեք, դա խոշտանգում է, թե խոշտանգում չէ, թե այդ պայմաններում կարող է արդյոք մարդը արժանապատվություն ունեցող մարդը իրեն լավ զգալ, կարծում եմ ոչ։ Հետևաբար էլի կրկնեմ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կատարվողը դա այս իշխանության մոտ չկա որևէ բարոյական այլևս արգելակ, չկա արժեհամակարգ, կին է, տղամարդ է, խնամքի տակ ունի
անչափահաս երեխա թե չունի, հասկանում եք, արդեն այդ սահմանները անցած է, էլ սահման չկա, որ չանցնի։ Մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որը չունի արժեհամակարգ, չունի կարմիր գծեր, բարոյականության հետ լրջագույն խնդիրներ ունի, եւ հիմա ինչ եք ուզում այդ ռեժիմի պայմաններում էլ ինչ ասես այս մարդկանց։ Այս ասելիքն էլ է արդեն վերջացել, ուղղակի ես ուզում եմ հասարակության այն անդամների ուշադրությունը հրավիրել, որոնք չեզոք են իրենց պահում, բայց ես նշեմ, որ այդ չեզոքությունը չոքելու է նաև ձեր դուռը շատ շուտով, որովհետև առաջի էշելոնում խնդիրները լուծելուց հետո Արեգ Նազմանուկյանը ակտիվ ընդդիմադիր կին քաղաքական գործիչ էր, հասարակական գործիչ էր, իրեն չեզոքացնելուց հետո անցնելու են ոչ ակտիվներին։ Եվ դա սարսափելի է, որովհետև ռեժիմները, նման ռեժիմները, որոնք հետագիծ ունեն անօրինականությունների, արյունահեղությունների եւ այլն, իրենք շատ դաժան հետք են թողնում տվյալ պետության պատմության մեջ, դա կարող է տևել այս օրինակ այս բռնաճնշումները, համոզված եմ, որ շարունակվելու են, ավելի մեծ տեմպերով են շարունակվելու, կարող է այս տեմպը պահպանվի մի քանի ամիս, բայց հետևանքները մենք մի քանի տարի չկարողանանք մաքրել մեր վրայից, այդ խարանը մեր վրայից չկարողանանք մաքրել, թե մարդիկ, ովքեր հլուհնազանդ կատարում են իշխանության հրահանգները, թե մարդիկ, ովքեր ծափահարում են այս այլանդակություններին, սարսափելի է ուղղակի, որովհետև գալու են ժամանակներ, որ այդ մարդիկ ամոթից գլուխները կախ չեն իմանալու ուր մտնեն, որ ծափահարել են, որ կատարել են այս ապօրինի հրահանգները, բոլոր ներգրաված անձինք, ովքեր իմանալով, որ նույնիսկ չիմանալու, այսինքն այդտեղ իմանալ-չիմանալու խնդիր էլ չկա, այդ ապօրինությունները կատարում են, իրենք վերջ առաջ այդ խիղճը իրենց առաջ կանգնելու է, ես համոզված եմ, 100% համոզված եմ, որ գալու է մի պահ, որ իրենք ամոթից չեն իմանալու ինչ անեն, առնվազն ամոթից, դատական համակարգի վրա ուղղակի կիրառվում է քաղաքական ճնշում, հենց նույն բարձր իշխանության կողմից, երբ Նիկոլ Փաշինյանը քննադատում է դատարաններին, նրանց մեղադրելով կոռումպացված լինելու, օլիգարխների հանձնարարականները կատարելու մի մարդ, ով 8 տարի ղեկավարում է երկիրը եւ 8 տարի հետո հայտարարում է, որ դատական համակարգը կայացած չէ, կոռումպացված է, ով փող ունի, այնտեղ կարող է հարցեր լուծել, սա կարող էր ասել ընդդիմադիրը, սա չէր կարող ասել 8 տարի իշխանության գտնվող մարդը, ով համոզում է ժողովրդին, որ դատաիրավական համակարգում բարեփոխումներ է արել, ամեն օր Հայաստանում դեմոկրատիայի աշճանը իբր բարձրանում է եւ հանկարծ կանգնում նման բաները հայտարարում։ Ձեզ համար տարօրինակ չէ, ինձ համար տարօրինակ չէ, որովհետեւ ես սա գնահատում եմ ուղղակի քաղաքական հանրային ճնշում առնվազն այս դաշտում ինչ որ տեսնում եմ, մնացած թվերային ճնշումներից տեղյակ չեմ, հավանաբար կա։ Երբ նման բան է հայտարարում, դատավորներին ըստ էության ասում է, որ եթե դուք ընդդիմադիր ուժերի հետ կապված այլ տիպի որոշում կայացնեք, ինչը հաճո չէ իմ քիմքին, ապա դուք հայտնվելու եք այն մարդկանց ճակատագրի, այն մարդկանց վիճակում, ովքեր հիմա ենթարկվում եւ պատժվում են քաղաքական հայացքների համար։ Եվ հետեւաբար շատերը ուղղակի չեն կարողանում դիմադրել եւ այսօր ես մամուլում տեղեկություն կարդացի, որ շատ դատավորներ չուզենալով ստորագրել այս ամեն ինչի տակ ուղղակի ուզում են դիմում կրել եւ դատական համակարգից դուրս գալ։ Սա մի իրավիճակ է, երբ յուրաքանչյուրը պետք է նաեւ իր խղճի առաջ պատասխան տա, թուլանալու միտում ունի այս ամեն ինչը, չունի թուլանալու միտում, այս ամեն ինչը ահագնանալու միտում ունի, թիրախում հայտնվելու են լրատվամիջոցները, լրագրողները, վերլուծաբանները, հասարակական գործիչները, հասարակական կազմակերպությունները, որևէ մեկը, ես օգտագործեմ այդ մարդու բառապաշարը, չի պլստալու, եւ էլի կրկնեմ, երբ նայում ենք մենք դիկտատուրաների մեխանիզմը, թե ինչ ձևով են կայացել, ուղղակի սարսափելի աշճանի նմանություններ կան այս ռեժիմի հետ եւ նրա գործողությունների հետ, ինչ որ հիմա մենք տեսնում ենք։ Նույն ֆրանսիական հեղափոխությունը այս առումով դասական օրինակ է, Ռոբեսպիերի Յակոբինյան դիկտատուրան, երբ 1793 թվականին հաստատվեց, ընդունել էին մի օրենք,
կասկածյալների մասին օրենք, երբ բռնում էին մարդկանց, եթե այդ մարդը չկարողացավ ապացուցել իր հավատարմությունը ռեժիմին, ուղղակի հայտնում էր գելյոտինի տակ, հազարավորների գլուխներ թռան այն ժամանակ, գելյոտինի տակ, հիմա ուղղակի գելյոտին չկա, մահապատիժ չկա, ցավոք Նիկոլ Փաշինյանի, հա, մարդիկ հայտնվում են կալանավայրերում, այդ ամարտկային պայմաններում, եւ կգա մի պահ, երբ քաղաքացուց կասեն ցույց տուր, ապացուցիր քո հավատարմությունը Նիկոլի ռեժիմին, եւ մարդը պետք է ցույց տա, ապացուցի, որ ինքը հավատարիմ է, որ վատ բան չի մտածում այս ռեժիմի մասին, ծիծաղելի է թվում ձեզ, ֆանտաստիկ բան է թվում, հիմա այո, բայց շատերը, ովքեր տիրապետում են ռեժիմների, դիկտատուրաների կայացման մեխանիզմներին, իրենց համար սա ծիծաղելի չի, սա սարսափելի է, որովհետև ռեժիմները հենց այդպես, դիկտատուրաները հենց այդպես էլ հաստատվում են եւ վերջի արդյունքում ունենում ենք այդպիսի ռեժիմ, երբ քաղաքացիները ուղղակի իրենց կզգան կոնցլագերի բնակիչ։ Այսքան բան, եթե մենք ուզում ենք չունենալ կոնցլագեր, չունենալ այնպիսի մի պետություն, որտեղ մարդիկ նույնիսկ խոհանոցներում, նույնիսկ հեռախոսներով կվախենան իրենց կարծիքը հայտնել, նույնիսկ չեզոք կարծիքը հայտնել, ապա հասարակության յուրաքանչյուր անդամ, ով ունի նման մտավախություն եւ չի ցանկանում նման մռայլ հեռանկարում, մռայլ երկրում ապրել, ապա պետք է հիմա իր ակտիվ դիրքորոշումը հայտնի, որովհետեւ հիմա այն պահն է, որ դեռ կարելի է այս մամլիչը կանգնացնել։ Ամեն օր արդեն ուշ է դառնում, այսօր արդեն ուշ է, բայց դեռ հնարավորություն կա, դեռ այս տաղավարներում մարդիկ կան, որ խոսում են, այս ամբիոնները մարդիկ կան, որ օգտագործում են այս ամեն ինչի մասին խոսելու, բայց կամաց այդ հնարավորությունն էլ է կորում, այդ մարդիկ այս կամ այն պատճառով չեզոքացվում են, մեկուսացվում են, կալանավորվում են, չգիտեմ, լռեցվում են, եթե դուք այս պահին չեք այս ամեն ինչը ձեր դիրքորոշումը, գոնե ձեր խղճի առաջ մաքուր լինելու համար չեք արտահայտում, ուրեմն դուք հավասար մեղավորություն եք կրում ռեժիմի այլանդակությունների համար, իսկ որ այդ այլանդակությունները նոր թափով ավելի սաստիկ են շարունակվելու, ես անգամ կասկածել չունեմ։ Երևի քաղաքական մասով այսքանը, քաղաքբանտարկյալների ուղղակի քաղաքական ուժերը ընդդիմությունը, որը պարտվեց այս ընտրություններում, հիմա իրենք ինչ ուզում են թող ասեն, բայց ընդդիմությունը պարտվել է եւ իր միակ խնդիրը պետք է լինի, ինձ թվում է, երկիրը այս մռայլ հեռանկարից հետ պահելը եւ կանգնեցնել այս բռնաճնշումները, քաղաքական հետապնդումները բոլորը միասնական ուժերով պետք է ուղղակի այնպես անեն, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վախենա այլևս շարունակել այս ամեն ինչը։ Ինչպես երեք Նարեկ Կարապետյանն ասաց, յուրաքանչյուր ԿՊԱ-ական, որը մտնելու է ազգային ժողով, իր վրա կրելու է, որ 50,000 ձայն իրենք գողացել են այդ խարանը, եւ փաստացի գողացել են նաեւ ԲՀԿ-ի ձայները, ու մենք տեսանք նաեւ պարոն Ծառուկյանի նկատմամբ այդ սարսափելի կադրերը, որ իրենք կիրառեցին, այդ թվում նաեւ հասան կենթանու սպանելուն, սատկացնելուն եւ մյուս կենթանիներին խոշտանգելուն, գողանալ հետո խոշտանգել։ Խնդրեմ այս մասով է ձեր տեսակետը։ Դե մի քանի անգամ ես ասել եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ուղղակի քաղաքական վրեժխնդրություն, քաղաքական հետապնդում եւ պատիժ է իրականացվում, պատիժ կալանքի տեսքով, պատիժ իր այդ վայրի կենթանիներին, իր տնօրինության տակ գտնվող արուծին սպանելու տեսքով, ԲՀԿ-ի նկատմամբ, ի վերջո նույն Արեգ Նազմանուկյանը, Անդրանիկ Թևանյանը ԲՀԿ-ի ցուցակում առաջադրվել էին որպես պատգամավորության տեխնացու, Գագիկ Ծառուկյանի հետ կապված ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կա նաև անձնական վրեժխնդրության դրսևորում, խիստ սևեռվածություն եմ նկատում այդ մարդու նկատմամբ եւ կարծես թե իրեն ինքը հրանգ է տվել բոլոր հնարավոր միջոցներով ցավ պատճառել, անգամ նվաստացնել, կալանավորել, այսինքն տեսեք այդ կադրերը, որ մենք տեսնում ենք, թե ինչպես են ԱԱԾ-ականները ուղղակի իր տան մեջ կանգնած մարդուն հարվածելով, ոտքերին խփելով, պարկասնում, այսպես ասած, ծեփում են գետնին, որպեսզի ինչ որ մեկի սիրտը փառավորվի, հոգին փառավորվի, սա ոչ հասկանում եք բարոյականության,
տրամաբանության որևէ շրջանակում չի տեղավորվում նման բան։ Ինչու է դա արվում, ինչու է դա հրապարակային արվում։ Դա արվում է ցույց տալու համար, որ այն պատժիչ մեխանիզմը, պատժիչ համակարգը, որ իմ տակ աշխատում է, կարող է բոլորի հետ նման կերպարվել։ Գագիկ Ծառուկյանը դրա վառ օրինակն է, այսպես վիտրինայի վրա, որպեսզի ցույց տա, թե ինչ կարող է տեղի ունենալ, բացի այն, որ նաև անձնական վրեժխնդրության հարց է լուծում, քաղաքական վրեժխնդրության հարց է լուծում Գագիկ Ծառուկյանի հետ, կենդանիների մասով առյուծի հետ կապված ուղղակի սարսափելի է, ինչ կենդանի ուզում է լինի դա ինչ-որ օրիգինալ առյուծ, որի այդ տեսակը շատ քիչ է հանդիպում աշխարհում, լինի հասարակ շուն, կապ չունի կենդանու նկատմամբ նման վերաբերմունքը սարսափելի է։ Ես կարծում եմ, որ չգիտեմ, ինձ թվում է միտումնավոր են այդ ճակատագրին առյուծին արժանացրել մարդուն ցավ պատճառելու համար, բացի դա կենդանուն ուղղակի իրենց գործողությունների ժամանակ սպանելը դա սարսափելի է։ Առաջ կա Այո, դե հասկանալի է, իրենք թանկարժեք կառույցներ են, չգիտեմ, հազվադեպ բնության մեջ, հազվադեպ են հանդիպում բնության մեջ, բացի դա ես ասում եմ, ուղղակի կենդանու նկատմամբ նման վերաբերմունքը սարսափելի է, ու սա անում է այն իշխանությունը, որը անընդհատ թմբկահարում է կենդանի իրավունքների պաշտպանության մասին, մարդիկ կան, չէ, դաշտում, որ իրենց կոտորում են կենդանիների իրավունքների համար, մի շան ոտ անհարմար տրորես հազարավոր բողոքներ, հազարավոր արձագանքներ, հազարավոր լացուկոց բարձր կլսենք մենք, բայց այս իրավիճակում հիմա մենք տեսնում ենք, որ գրեթե ձայն հանող չկա։ Սա ինչ է, խտրականություն, հա, մի մարդու կենդանուն արժի պաշտպանել, մի մարդու կենդանուն չարժի պաշտպանել։ Ես չեմ հասկանում այս ամեն ինչը։ Նույնը կարող եմ ասել բնապահպանների հետ կապված, նախ իրենց գործն է, առաջի հերթին հիշում եք, որ տարբեր հանքերի հետ կապված, չգիտեմ, կարմիր գրքում գրանցված ինչ-որ երևակայական թիթեռներ էին պաշտպանում, եղնիկներ էին պաշտպանում եւ այլն։ Բայց այս դեպքում ինչու ձայն չեք հանում։ Ինչն է խնդիրը, եթե իշխանության կողմից է այդ ամեն ինչը արվում, այ խնդիր չկա, հա, կարելի է։ Այսինքն կարող եք էկոցիդ իրականացնել, առյուծ սպանել, Երևանում բոլոր հնարավոր ու անհնար ծառերը կտրել, այգիները վերացնել, տեղը շենք սարքել, դա խնդիր չի։ Եթե իշխանությունն է դա անում, արևմուտքի կողմից ֆինանսավորվող կամ չգիտեմ, արևմուտքի կողմից հովանավորվող, իսկ դուք այդ պարագայում լուր եք, բայց հանկարծ այն մյուս կողմից ինչ-որ բան արվի, այդտեղ դուք ձեզ արդեն ձեր տեղը չեք գտնի, նամակներ կգրեք, ինտերվյուներ կտաք, հրապարակային ելույթներ կունենաք, ձեզ կկապեք ծառերի, չգիտեմ, շների հետ տարբեր պոզաներով նկարներ կհրապարակեք։ Վերադառնալով իմ խոսքի սկզբին, ժողովուրդ, եթե մենք ուզում ենք ունենալ մի երկիր, որտեղ արդարադատությունը խտրական չէ, օրենքը խտրական չէ, սահմանադրությունը խտրական չէ, բոլորի իրավունքները հնարավորինս հավասար պաշտպանվում են, դրա համար կապ չունի ում առյուծն է, ում շունն է, ում մրջունն է, եթե դա չի կարելի բոլորի դեպքում, չի կարելի Գագիկ Ծառուկյանի, Պողոս Պողոսյանի, մնացած մարդկանց դեպքում եւս, եթե չի կարելի ծառ կտրելը, եթե վատ բան է, դա չի կարելի եւ Տիգրան Ավինյանին, եւ Տարոն Մարգարյանին, եւ Պողոս Պողոսյանին, եւ Պետրոս Պետրոսյանին, հասկանում եք։ Այսինքն մեր մոտ ամեն ինչ դարձել է, եթե մարդուն դատապարտում են քաղաքական հայացքների համար, քաղաքական հակառակորդ լինելու համար, կարևոր չի դա, որ կուսակցությունից է, Մայր Հայաստանից է, Հանրապետականից է, Հայաստան Դաշինքից է, Ուժեղ Հայաստանից է, Դաշնակցությունից է, բացարձակ կապ չունի։ Եթե այդ մարդը անարդարացիորեն իր քաղաքական հայացքների համար է դատապարտվել, ուրեմն նա քաղաքական հետապնդման զոհ է, քաղաքական բռնաճնշումների զոհ է, եւ մենք մեր վերաբերմունքը պետք է ցույց տանք անկախ մեր քաղաքական եւ անձնական նախասիրություններից։ Դուք կարող եք մի քաղաքական գործի քիչ սիրեք կամ ատեք, բայց երբ տեսնում եք, որ իր նկատմամբ բացարձակ անարդարացի հետապնդում է իրականացվում,
բացարձակ քաղաքական հետապնդման այդ մարդը բռնաճնշումների ենթարկվում գտնվում է կալանավայրում, դուք պարտավոր եք դրա հետ կապված ձեր բողոքի ձայնը այս կամ այն կերպ արտահայտեք։ Եթե ուզում եք ապրել նորմալ երկրում, եթե ուզում եք ապրել կոնցլագերում, ապա ես խորհուրդ եմ տալիս ծափահարել Նիկոլ Փաշինյանին, գնալ կառավարության դիմաց բազմահազարանոց միտինգներ անել, պահանջել նոր այրում, պահանջել նոր բանտարկյալներ, պահանջել որ բանտերը լցնեն քաղբանտարկյալներով, ընդհանրապես կրիմինալին այնտեղից դուրս հանել եւ բանտերը լցնել Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներով։ Եթե ուզում եք կոնցլագերում ապրել, ավելի ահագնացնել, գնացեք այդ պահանջեք, հանրայնորեն պահանջեք այդ ամեն ինչը։ Հասկանում եք, դուք այն մարդիկ, ովքեր ծափահարում են նոր այրուն, նոր բանտարկյալներ են ուզում, Նիկոլ Փաշինյանից ավելի մեղավոր են այս ամեն ինչի համար։ Կգա ժամանակ այդ մարդիկ ուղղակի ամոթից չեն իմանա ինչ անեն։ Այնպես որ դուք հավասար եւ ավել մեղավորություն ունեք այս ամեն ինչի մեջ։ Եվ այն մարդիկ, ովքեր հլու հնազանդ գլուխները կախ դե ասում են գործը անում ենք, այդ մարդիկ եւս հավասար պատասխանատու են քաղաքական ռեժիմի հետ միասին։ Նրանք իրենց վինտիկներն են, պտուտակներն են։ Եթե մեկը, երկուսը հրաժարվի նման բաների տակ ստորագրել, ասենք մի դատարկ թղթով մարդուն տանեն 2 ամիս կալանավորեն, այդ մարդիկ եթե 1-2 հրաժարվեն, արդեն իշխանությունը կմտածի գործողություն անելուց առաջ։ Իսկ քանի կան կամակատարներ, ում մի հատ ասում են մարդուն պետքա փակել, մի հատ գործ մտածեք, այդ մարդիկ չոր կիսատ պրատ բան մտածելով մարդուն տանում են ճակատագրի հետ խաղալով, առողջության հետ խաղալով, հոգեբանության հետ խաղալով, տանում են 2 ամիս, 4 ամիս, 5 ամիս, նույնիսկ տարի, եղել է դեպքեր, որ տարի է տևել, չէ՞ կալանավորումը, կալանքը։ Տանում բանտարկում եք, ուրեմն ես չգիտեմ ինչ ասեմ էլ այս իրավիճակում։ Ուղղակի մենք ապրում ենք սարսափելի ժամանակներ։ Երևի այսքանը ես եմ շնորհակալ։